Մինչ աշխարհը շարունակում է խոսել Գազայի ավերածությունների ու Միջին Արևելքում ռազմական հնարավոր բախումների մասին, Իսրայելի անվտանգության հարցերով կաբինետը Հորդանան գետի արևմտյան ափի ամբողջ տարածքում հող գնելու թույլտվություն է տալիս հրեաներին։ Տասնամյակներ շարունակ այդ թույլտվությունը տարածվում էր միայն արևմտյան ափի այն տարածքների վրա, որոնք Իսրայելի վերահսկողության տակ են։ Պաշտոնական Թել Ավիվը սա համարում է հակամարտությունը մեղմացնելուն ուղղված քայլ։ Միևնույն ժամանակ Իսրայելի ֆինանսների նախարարը չի թաքցնում, որ այդ նախագծով իրենք շարունակում են ոչնչացնել Պաղեստին պետության գաղափարը։ Պաղեստինը, որը ձգտում է արևմտյան ափում ստեղծել անկախ պետություն, ահազանգում է։ Վտանգված է պաղեստինցիների ինքնությունը։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կոչ է արել Միացյալ Նահանգներին ու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի վտանգավոր նախագիծը կասեցնելու համար։ Այդ որոշումը Պաղեստինի ինքնավարության տակ գտնվող հողերի բռնագրավումը օրինականացնելու փորձ է անվանել Աբասը։ Պաղեստինի մտահոգություններին արձագանքել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը։ Այս որոշումը խաթարում է երկու պետությունների միջև խնդիրների լուծման հեռանկարները։ Օկուպացված արևմտյան ափի բոլոր իսրայելական բնակավայրերը, ներառյալ Արևելյան Երուսաղեմը եւ դրանց հետ կապված ռեժիմն ու ենթակառուցվածքները իրավական ուժ չունեն եւ կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը, ներառյալ ՄԱԿ-ի բանաձևերը։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին չեղարկել այս միջոցառումները։ 9 երկիր, այդ թվում Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Եգիպտոսն ու Հորդանանը, Իսրայելի անվտանգության կաբինետի նոր որոշումն անվանել են անեքսիայի եւ պաղեստինցի ժողովրդի տեղահանման փորձ։ Իսրայելական նոր նախագծի ընդունումից հետո արևմտյան ափում իսրայելական ուժերը ավելի ակտիվ են սկսել բռնաճնշումները պաղեստինցիների նկատմամբ։ Պաղեստինցիների նորակառույց շենքերն են քանդել, իբր շինություններն անօրինական են։ Վաղ առավոտյան զանգահարեցին մեզ, ասացին, որ իսրայելական ուժերը տեղակայվել են գյուղի մուտքի մոտ, որդիս այս տունը կառուցում էր, որ օգոստոսին ամուսնանա։ Առաջին դեպքը չէ, որ մեր տունը քանդում են, նախորդը 2006 թվականին են քանդել։ Գազայի սցենարն է կրկնվում, ահազանգում են արևմտյան ափի պաղեստինցի բնակիչները։ Նրանք մտավախություն ունեն, որ հողեր գնելու իրավունքի անվան տակ իսրայելցիները նոր ճնշումներ են կիրառելու։ Պաղեստինցիների տեղահանության նոր ալիք է հասունանում։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։